Ողջույն բարեկամներ, կրկերը թեժանում են, հասարակությունը բևեռանում է, պայքարը շարունակում է։ Կան արդեն մարդիկ, որոնք սիրով սպասում են, արդեն գոռում են, որ ամեն ինչ վերջացած է, որ վերջ է, տեսանք ես ինչ է կատարվում այսօր, վերջ, հայ ազգ այլևս գոյություն չունի, պայքարն ավելորդ է, թողեք հանգիստ հաղթեն մեզ։ Ես ու իմ նման մարդիկ ասում ենք, շտապում եք, դուք չեք ճանաչում այ մարդուն ու ձեր ուզածը չի լինելու, այո հենց ձեր ուզածը, որովհետև նման բառեր ասողները դա ոչ թե իբր փաստ են արձանագրում, դա իրենց ուզածն չի լինելու, որովհետև եթե ուզածը չլիներ, այլ բան կասեին, այլ բան կտեսնեին, իսկ այլ բան տեսնելու կա։ Սկսենք հերթով, սա ցեղասպանության նահատակների վկայարանն է, մեծ ընտակ Կիևի կաթողիկոսարանում։ Մի անգամից ամեն ինչ ասում է, չէ, իր մասին։ Ինչ է եղել, ոնց է եղել, ինչ հետևանքներ է ունեցել, ոչինչ բացատրել պետք չի, ոչինչ բացատրել պետք չի։ Չնայած Փաշինյան Նիկոլի բոլոր ջանքերին, որ ցեղասպանության մասին չխոսվի ընդհանրապես, բայց չի ստացվում, որովհետև մի հատ Քիմ Քարդաշյան իր ամբողջ մի քանի տասնյակ միլիոնանոց լսարանին մի խոսք ասելով տասնյակ հազար անգամ ավելի շատ ազդեցություն ունի, քան Փաշինյան ճիվաղը իր ողորմելի քպայականների պատկանող սոցցանցերով, թերթերով տարածելով է։ Դա ազդում է ընդհանրապես մի շատ չնչի ուղեղի հետ խնդիր ունեցող մասաների վստահ եղեք։ Դա չի հասնում աշխարհին։ Մի հատ թվիթ, մի հատ post Քիմ Քարդաշյանի կողմից 1000 անգամ ավելի էֆեկտիվ է եւ ազդեցիկ, քան ասում ամբողջ ԿՊ թիմը իր ամբողջ մեդիա ռեսուրսներով։ Եվ ինչ ասում Քիմ Քարդաշյանի տարբերություն ճիվաղի, ասում է հայ լինելը մեծապես ազդել է իր աշխարհընկալման վրա։ Դա իմ էության եւ դաստիարակության մասն է կազմում։ Ընտանիքիս հետ Հայաստան այցելել է կյանքիս ամենազդեցիկ փորձառություններից մեկն էր, եւ այն խորացրեց իմ կապը արմատներից հետ, այնպես, ինչպես ես ամեն օր կրում եմ ինձ հետ։ Ես հիշացնեմ, որ մեկ տարի առաջ, եւ բոլորս հիշում ենք, Լոս Անջելեսում ինչ հրդեհներ էր, ինչ սոսկալի հրդեհներ, մարդիկ կորցնում էին տները, շատ-շատերը կորցրեցին տները, եւ այդ ամբողջ ընթացքում այն մարդիկ, որոնք տեղափոխվել են հյուրանոցներ, որտեղ չունեին կացարան, նրանց օրական 3 անգամ միասնունդով ապահովում էր հենց Քիմ Քարդաշյանը։ Եվ որ հարցրել են ինչու ես դա անում, սերերից լավ գիտեմ ինչ է նշանակում տուն չունենալ, փող չունենալ եւ սոված լինել։ Որտեւ իմ ընտանիքը անցել է դրանից։ Այսպիսին է հայը լինում։ Անկախ նրանից Երևանում է, Լոս Անջելեսում է, Սիդնեյում է, որտեղ ուզում է լինի, այսպիսին է հայը լինում։ Այսօր ես ստացա այս կլիպը իմ ընկերներից կարող եմ ասել մեկի կողմից, սա պատրաստված է, տեսնում եք արդեն, ռուսական արտիստներն են արել, այսինքն comedy production-ի երկու հայերի, այլոց շիշտ մեկ հայերի ստեղծած production-ի Արտուր Ջարեբեկյանի շուրջ հավաքված արտիստներն են, որոնք համարվում են Ռուսաստանում top արտիստներ, ամենաճանաչված արտիստները, եւ նրանք այսպես սգում են 24 апреля. Боль и страдания. 24 апреля 1915 года. Геноцид армян в Османской Турции. Миллионы сердец перестали биться. Миллионы сердец перестали любить и мечтать. Миллионы сердец перестали радоваться жизни и тянуться к солнцу. Миллионы сердец перестали биться той страшной весной. Замолкли голоса, закрылись глаза. Навсегда. 24 апреля 1915 года. Տեսեք, մի հայ
Ամերիկայում մի հայ Ռուսաստանում իրանց ներուժը բավական է, որ ես ամբողջ պետական կեղտոտ քարոզչամեքանան ծածկի։ Երկուսն էլ հայ անհատներ, մինչև առիթից օգտվելով ուզում եմ երկուսն էլ շնորհակալություն հայտնել մանավանդ դոկտոր Ջանիբեկյանին, որովհետև ես գիտեմ թե ինչ առանց գովազդելու ինչ կարևոր մասնակցություն ունենում ինքնազգային գործերի մեջ։ Երբ որ ես 17 թվականին 2017-ին կարծեմ Սակրամենտոյում էի, ես այցելեցի Վիլյամ Սարոյանի երկու տներն էլ, հա, մանկության եւ հետո պետք է դառնար տուն թանգարան։ Ես իմացա, շատ վատ վիճակում էին այդ տները դեռ։ Ես իմացա, որ Արտուր Ջանիբեկյանն է գնել այդ տները, որ վերանորոգի։ Ես չգիտեմ ճիշտն ասած, նրանից հետո չեմ հետևել ինչա կատարվում, բայց ես վստահ եմ, եթե գործարքը կատարվել է, անպայման այնտեղ մի հրաշալի բան է բացված կլինի իմ կարծիքով, խնդրում եմ գրեք ովքեր ինֆորմացիա ունեն։ Բայց դրանից բացի այն ինչ որ անում Արտուր Ջանիբեկյանը հայկական մշակույթի, ազգային մշակույթի համար առանց ավելորդ հա խփելու, գովազդելու, այդ զանգերը խփելու, ես գիտեմ եւ դրա համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Եվ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մեր ազգի համար ինչ որ մի կարևոր բան են անում։ Ես ամբողջ կյանքում սիրել եւ գնահատել եմ բոլոր նրանց, ովքեր ոչ թե ինձ համար են ինչ որ մի բան արել, այլ իմ ազգի համար։ Եվ ում անունը որ ես չեմ նշում, բայց իրենց մասին չգիտեմ եւ իրենք ինչ որ գործ են անում, մեր ընդհանուր ցավը մեղվելու եւ ընդհանուր նպատակին հասնելու համար բոլորին շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Եթե հիշում եք, երեք Փաշինյան Նիկոլը շատ նեղված էր Ադրբեջանի դրոշը վառելու համար, հա, այդ կներ Թուրքիայի։ Եվ Ադրբեջանն է պահանջում պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշ այրողներին։ Հասկացաք, ոչ թե Էրդողանը։ Ադրբեջանն է պահանջում, Ալիևը պահանջում է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրողներին։ Եվ ես չեմ զարմանա, եթե ինչ որ մի օր Նիկոլ Փաշինյանի Ենիչերիների ակումբը, որը կոչվում է ոստիկանություն, իրոք գնա փորձի գտնել եւ բերման ենթարկել, նույնիսկ հոդվածներ գտնել, հա, այդ մարդկանց դատապարտելու համար։ Եթե այսօր չանի, վաղն անելու է։ Եթե հանկարծ նա կարողացավ զավթել Հայաստանի իշխանությունը, նա անպայման դա անելու է։ Եվ նման բան Ալիևը ինքը կյանքում չէր կարող թույլ տալ, օրինակ, հա, միջև Նիկոլ Փաշինյանը։ Կամ ասենք թեկուզ 3-4 տարի առաջ, նույնիսկ 20 թվականից հետո 21-22 թվական, նման բան իրեն ինքը թույլ չէր տալ, բայց հիմա քիչ ճնշումը մեծանում է, որովհետև այս կողմից ամեն ինչ սկուտերի վրա մատուցվում է Ալիևին։ Եվ այսօր հասել ենք այնտեղ, որ Ալիևը պահանջում է հայերին ինչ որ միջոցներ ձեռնարկել հայերի նկատմամբ, որոնք թուրքերի դրոշն են այրում։ Ես շատ եմ ափսոսում, որ թուրքերի դրոշի հետ չի այրվել Ադրբեջանի դրոշը, չի այրվել առաջնային ՔՊ-ի դրոշը։ Դրանք բաց թողումներ է, որ անպայման պետք է ուղղվի։ Անպայման։ Սա հակառակ կողմն էլ կա։ Թուրքիայում քրդական կուսակցությունն է կոչադրել ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Ճանաչել, նոր զարգացնել հարաբերությունները հայկական պետականության հետ։ Բայց միևնույն ժամանակ, այ հասանք նաև այստեղ, մի կողմից Ալիևը, մյուս կողմից Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրում է, որ այսօր մենք հիշում ենք թուրքերին, որոնք կոտորվեցին հայերի կողմից։ Խնդրեմ, էս էինք ուզում։ Տեսեք, արդեն հասել ենք այնտեղ, երբ որ դու մտնում ես քո կաղապարի մեջ, ասում ես, լավ, ես չեմ ուզում ոչ մեկիցդ, ոչ մի պահանջ չունեմ, հրաժարվում եմ իմ ամբողջ իրավունքներից, մեկ էլ ասում են, ճիշտ ես անում, դա դու ես հրաժարվում, բայց մենք դեռ պահանջներ ունենք։ Եվ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ասում, մենք այսօր հիշում ենք հայերի, որոնք կոտորել են մեր թուրքերին։ Նույն բանն ասում են ադրբեջանցիները, տեղը դատարկ չի մնում։ Եվ սա ասում եմ են բոլոր միաբջիջների համար, կներեք ուրիշ բառ դժվար է դրանց ասել, այն ամեոբանների համար, որոնց թվում է, որ դու հրաժարվեցիր, նապաստակի նման խելոք պայեցիր մտած ծակերը, գայլը քեզ չի ուտելու, գայլը քեզ գտնելու է եւ ուտի, որովհետեւ գայլի գործը քեզ ուտելն է։
ախմախ նապաստակ։ Կամ Թումանյանի բառերով ասած, այ դու կկու, հիմար կկու։ Ստեղ կարևոր բառը հիմարն էր։ Եվ այսպես թող պատրաստ լինեն Փաշինյան Նիկոլ ընտրողները, որ վաղը իրենք ճանաչվելու են։ Արդեն ճանաչվել են ցեղասպաններ, արդեն իրենց ձերբակալելու են հակաադրբեջանական, հակաթուրքական, ինչ որ բառ ասելու համար, նույնիսկ Արցախ կամ Արարատ բառ ասելու համար։ Եվ Նիկոլ Փաշինյանն ասել է, ախր եթե չենք ուզում իրանք մեզ մեղադրեն ցեղասպանության մեջ, ուրեմն մենք էլ պետք է լռենք դրա մասին։ Եթե չենք ուզում իրանք էլ դեր ցեղասպանության ուշադրության կառուցեն, ուրեմն մենք պետք է քանդենք մերը։ Եթե մենք չենք ուզում դեր իրանք ցեղասպանության թանգարան սարքեն, ուրեմն մենք էլ պետք է քանդենք մերը։ Բա։ Եթե դուք նեղում եք շախիդների արահետից, ուրեմն մենք էլ պետք է քանդենք եռաբլուրը։ Այսպես է լինելու։ Նա արդեն դա ասում է։ Այնպես որ խոսքս հասցրեք այդ հողաթափիկ ինֆոզորիաներին։ Գուցե սա ինչ որտեղ դրանց վրա ազդի։ Մենք դրանց մասին դեռ խոսելու ենք։ Երևի դուք երեք հիշում եք, որ ես ասացի, որ Նյու Յորքի մահմեդական քաղաքապետը ի տարբերություն քրիստոնյա Թրամփի, այն որ եկել էր քրիստոնյաներին փրկել է ամբողջ աշխարհով։ Հիշում եք, չէ՞, նրանց ոնց էին մեզ սկուտերի վրա մատուցում։ Ամերիկյան Նիկոլը սկուտերի վրա մեզ մատուցում է, որ ինքը եկել է աշխարհի քրիստոնյաներին փրկելու, այս այլասերվածներից ազատագրելու, այդ գլոբալիստներից բանին, որ ասում են դեմոկրատները գլոբալիստ են, մարդակեր են, բարձրացած ինքն է։ Հա? Ինքը մերժում է այո ցեղասպանությունը եւ մահմեդական Զորան Մանդանին Նյու Յորքի քաղաքապետը, եւ հիշում եք, ես բարբերաբար իրեն անդրադարձել եմ, որ ասում է, որ Նետանյահու մտավ Նյու Յորք, ինքը պետք է ձերբակալի անպայման։ Ինքը երեք դատապարտել է ցեղասպանությունը, հիշել է 1920 թվականի թուրք-ադրբեջանական հարձակումը Հայաստանի վրա, հիշել է 1923 թվականի Արցախի էթնիկ զտումները, որի արդյունքում հարազարավոր արցախցիներ մնացին անօթևան, եւ այսպես չուշացավ այսօր պատասխանը եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը դատապարտում է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը, որ նման բան ա։ Տեսեք ինչ է կատարվում։ Ուրեմն թուրքերը մեզ մեղադրում են ցեղասպանության մեջ, Նիկոլ Փաշինյանը մեզ մեղադրում է ցեղասպանության մեջ, Ալիևը մեզանից ուզում է պատժել Թուրքիայի դրոշը վարողներին, Ադրբեջանի արտգործնախարարն էլ հարձակվում է Նյու Յորքի քաղաքապետի վրա, դատապարտելով դրան։ Դե իրախություն մեզ Նյու Յորքի քաղաքապետը իրաց համար շատ անձեռ մխելի մարդ է, շատ, որտեղ Նյու Յորքը դա բան չի, երրորդ մասը չի, ոչ էլ Երևանն է։ Հա, որի վրա ինչ-որ ճնշման գործիքներ ունենան։ Նյու Յորքի քաղաքապետը դա շատ ավելի ծանր, ավելի լուրջ պաշտոն է, քան Ադրբեջանի նախագահը։ Ամեն ինչով։ Հետևաբար իրա կներեք ոտերին էլ չի, որտեղ Ադրբեջանի ինչ որ արտգործնախարար իրեն ինչ կասի։ Ինքը նույն բանն ասում է Թրամփին, նույն բանն ասում է աշխարհի գերտերության, կներեք, աշխարհի գերտերությանը վերահսկող Նետանյահուին։ Ասում է նա ցեղասպանը, նա որ եկավ Նյու Յորք, ես ձերբակալել եմ։ Ով է Ալիևը կամ իր արտաքին գործերի նախարարը, որ ինչ որ ձևով ազդի Զորան Մամդանիի կարծիքի վրա։ Նորից կրկնեմ, Զորան Մամդանին մահմեդական է։ Իսկ ԱՄՆ նախագահ քրիստոնյա։ Այն էլ ինչ քրիստոնյա։ Ինքն իր ասելով ինքը սուրբ է, ինքը Քրիստոսի ներկայացուցիչն է երկրի վրա։ Այո, ինքը տենց է ներկայացնում, չէ՞։ Որը մերժում է ցեղասպանությունը, իսկ մահմեդական Զորան Մամդանի ոչ միայն ցեղասպանության մասին խոսեց, այլ նաև 20 թվականի պատերազմի եւ էթնիկ զտումների մասին։ Սա ուղղակի որպես ի գիտություն։ Մայր Աթորը լույս է ընծայել շատ կարևոր գիրք հայոց ցեղասպանությանը վերաբերյալ։ Միքայել Հեզեմանի աշխատությունը հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Շնորհակալ եմ Մայր Աթոր Սուրբ Էջմիածին։ Որովհետև այս գործը կարծես թե մնում է Մայր Աթոր Սուրբ Էջմիածինի վրա։ Չզարմանաք, եթե բողոքի սրա դեմ Ադրբեջանի ագնան, Թուրքիայի ագնան, ասի չհասկացա, դուք ես ինչին մեջ եք մեզ մեղադրում, դուք եք ցեղասպանները, հա, եւ պահանջի Նիկոլ Փաշինյանից, որ բոլոր գրքերը արգրավեն Հայաստանի գրախանութներից, գրադարաններից, վառվեն ամեն ինչ ցեղասպանությանը վերաբերող։
Կասկածում եք, որ դա լինելու է։ Իսկ ով է մտածում, որ Արցախ չենք ունենալու։ Ով է մտածում, որ Հայաստանում կամ խոսեն դրա մասին, որ մի ասեք ցեղասպանություն, ոչինչ մի պահանջեք, մի արեք թուրքերի դրոշը։ Լինելու է, հələ թող Փաշինյան Նիկոլը կարողանա իրեն պարտադրել այդ հայ ժողովրդին, տեսեք ինչ է լինելու։ Սա Թուրքիան է։ Մարդկանց Էրդողանը աշքելում է բոլոր տեսակի Ստամբուլում այս միջոցառումները։ տարի եւս չեն թույլատրել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման անցկացումը, ինչպես հաղորդում է Armenpress այս մասին հայտնում է Հագոսը։ Ըստ աղբյուրի ապրիլի 24-ին հիշատակի հարթակ դիմել էր Ստամբուլի նահանգապետարանը, ապրիլի 24-ին ժամը 19:00-ին Քադյոքյում Սյուրիայի օպերայի շենքի դիմաց հիշատակի հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն նահանգապետարանը մերժել է դիմումը։ Նույն հարթակի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տարիներին ևս նման դիմումները մերժվել են, մինչ համավարակի շրջանը հիշատակի միջոցառումները տարբեր քաղաքներում, հատկապես Ստամբուլում, անցկացվել են պարբերաբար։ Այո, իսկ հիմա փոխվել է քաղաքականությունը, ինչ միջոցառումներ, հակառակ։ Պետք է միջոցառումներ, կտեսնեք մյուս տարի միջոցառումը լինելու այն մասին, թե հայերը ինչ կոտորածներ են արել Թուրքիայի տարածքում։ Եվ չզարմանաք, եթե մի հատ այնտեղ ցեղասպանության բան կլի, հուշահամալիր կառուցվի։ Բա մի անգամից չի լինում, որտեղ լավագույն պաշտպանությունը դա հարձակումն է։ Մանավանդ, երբ որ զոհդ արդեն քո բերանում է, քո երախում է, իսկ ինչու չանել։ Մանավանդ, որ զոհը падելով, խոլոված սարքելով, խոլոված փարթիով, չգիտեմ ընդ փարչաբենդով եկել մտել է քո երախը, ինչու չանել։ Չէ՞ որ իրանց կերպարը դա գայլն է, գայլ, գիշատիչ գայլը։ Ինչու չանել։ Դու քո հոժար կամքով մտել ես իր երախը, ուրեմն պատրաստ եղել նաև հետևանքներին։ Եվ բոլորդ հիշում եք, երեք ես ցույց տվեցի Արտակ Ավետիսյանի նկատանած այն տեսանյութը, որտեղ ինքը բացահայտել է հողատարածքում, հողամասում այն օգնությունների մի մասի, ես չեմ ասում ամբողջ օգնության, մի մասի, որոնք 20 թվականի պատերազմի ժամանակ արտասահմանի կդեք աշխարհի բոլոր ծերերից ուղարկվել են Հայաստան եւ կուտակվել են ինչ-որ պայեստում։ Ինչ վաճառել են, ինչ վերասել են, մի մասը մնացել է, բերել որպես աղբ լցել են այս ընկերոջ հողատարածքի վրա փաստորեն։ Երեք ինքը երկու տեսանյութեր արեց սա մասին, ցերեկով եւ գիշերով, իսկ այսօր տեսնենք այսօրվա վիճակով ինչ ա եղել։ Այո, ժողովուրդ ջան, ուրեմն մենք այս պահին գտնվում ենք նորից երեկվա նույն վայրում, հիմա ունենք։ Երեկվա այդ երկու սարը եկե տրակտորով քանդել են, ճիշտ է, շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ այդ նյութը տենալով արձագանքել են ու եկել են շատ հագուստներ տարել են մինչև գիշերը 3:30 եկե տարել են։ Պատկերացնում եք, ով ինչ հասրել է տարել է, մնացած եկել են բուլդոզերով քանդել են, որ հետքերը վերացնեն։ Սրանք ոչ թե գնում են հանցագործության հետևից։ Այս կառավարությունը հանցագործության հետքերը բուլդոզերով քանդող է, ինչպես Ազատի զորամասում 15 այրված զինվորի հանցագործության այդ դեպքի վայրի բուլդոզերով քանդել է։ Ես բուլդոզերը ճակերտերով եմ ասում, բայց առավոտ արդեն անդեր մտել ֆրֆրում են այդ տարածքը, որ պետք է ինքը փակված լիներ, որպեսզի քննչական միջոցառումներ լիներ, այնտեղ, չգիտեմ, անալիզներ վերցնեին, դենկայի, մի խոսքով դա քննչական ամբողջ միջոցառումներ պետք է լիներ, արդեն առավոտ մտել չֆրֆրում են չեսը։ Նույն ձեռագիրն է, սրանք ոչ թե հանցագործությունն են բացահայտում, այլ հանցագործության հետքերն են թաքցնում բուլդոզերով։ Ու տանելուց հետո այսօր առավոտը ոնց հասկանում եմ, հեսա հիմա ռազմական ոստիկանությունն էլ է այս պահին ստեղ գտնվում, եկե տրակտորով ստեղ սա քանդել թափել են, որ ինչ որ թաղել են, որ չերևա, բայց հիմա մի հատ ավելի ուրիշ բան էլ ցույց տամ, այս սրանք տեսնում եք, այս սրանք սա։ Այս սրանք ամբողջովին նոր արկոգելեր են, այսինքն այն օգնությունները, նայեք, ամբողջովին նոր արկոգելեր է, ժողովուրդ ջան, նայեք։ Այսինքն արկոգելի ինչա ժամկետ անցա լինում, ինչա, նայեք, ամբողջովին նոր արկոգելեր է, մեջը ամբողջովին լիքը։ Տեսեք, որը ցույց տամ։ Այսինքն Օլի լցրած է, ահա նայեք։ Երեք եկել են բոլորը իմ կարծիքով գիշերը 3-ից մինչև 40 զանգեր են արել ու օրհնելով եկել ապրանքները տարել են, բայց իմ հասկանալով այսօր առավոտյան եկել են այս
թաղել են ինադու հողերը ու հիմա ռազմական ոստիկանությունները ստեղ է, իրանք ասում են, որ զինվորական ստեղ ոչ մի բան չկա։ Հիմա թե արդեն հետո կպարզվի, կա թե չկա, բայց այս պայդրությամբ ես պատկերացնում եմ, որ սա եկել է օգնություն Հայաստան, թե Կարմիր խաչից եկել է, հիմա ամենայն դեպս Փյուրքից եկել է ու չի հասել մեր զինվորներին, եկել է աղբի պես թափվել է ստեղ։ Դե ռազմական ոստիկանություն ասում է զինվորական ոչ մի բան չկա։ Հա, ճիշտ է։ Ճիշտ է, Հայաստանի զինվորական պահեստներից ոչ մի բան տեղ չկա, դա եկած օգնությունն է։ Բայց որ ռազմական ոստիկանությունը ասում է բան չկա, ստուգումներ արել։ Ինքը պարզել է արդեն այդ որտեղից է եկել, ինչ նպատակով է եկել, ով պետքա դիմավորել, ում պետքա հասնել այդ օգնությունը, հա։ Արդեն այդ բաները հանգամանքները պարզած է, արդեն հետաքննությունն արած է եւ եզրակացությունը կա ու հայտարարում է, որ դա ռազմական չէ։ Էսի էլի նույն պատմությունն է, հիշեցնեմ էլի Ազատի զորամասի երեխաների սպանելը եւ այրելը։ Առավոտյան երբ Փաշինյան Նիկոլայ դուրս եկավ ամբյոն հայտարարեց, դե դա առանձնապես բան չի եղել։ 15 երեխա է վաղը։ Սպանվել։ Հրամանատարի ձեռքից բենզին ընկել է, երեխեքը վառվեցին։ Բա, սապյորը երեխեքը։ Գիշերը արդեն, դե աղմուկ էլա, գիշերը արդեն հմեկով ապացուցում էին ընդ 5 հոգի նստած, 5 հոգի։ Հայտնի ստախոս արծրունը, հայտնի սոցիոլոգը, MÇS-ի նախագահը, զինվորական դատախազի տեղակալը, ելով էլ մի հոգի էլ կար։ 5 հոգի։ Հա, Երկավոր Պետրոսն էր 5-րդ Ղազարյան։ Մի խոսքով, այս 5-ով արդեն գիշերը մեզ համոզում էին, առանձնապես բան չի եղել։ Դիտավորություն չկա, դասմանություն չի, արդեն գիտեն այնտեղ ինչ է եղել, ոչ մի քննություն, ոչ մի բան, բժշկական փորձագնություն չի եղել, արդեն մեզ համոզում էին եղել է այն ինչ որ վարչապետն ասել է։ Դրա համար էլ միջև այսօր 3.5 տարի անցել կամ արդեն 4 տարի անցել, չգիտեմ։ Թվերն ենք խառնում։ Ոչ մի պատասխան չկա, ոչ մի մեղավոր չկա։ Այդ նույն ձեռագիրն է։ Էսա սա Հայանիստ։ Արևաշատ։ Երեք երկու սարը այստեղ էր, հակուստերի սարը ստեղ էր, հիմա այդ հակուստերի սարը տրակտորով բրտել են, բերել են հողախառը, բերել լցրել են ստեղ։ Ու եթե մեկը ասի, որ էսի օգտագործած ապրանքներ ա եղել, դա սուտ է, սա ամբողջովին նոր ապրանքներ ա եղել, ոնց որ էս արկոգելներն այս Մի խոսքով Գլխավոր դատախազից պահանջում են Սփյուռքից հայ զինվորներին ուղարկված մի խոսքով աղբի մեջ թափված այս գործով քրական գործ հարուցել միջև ընտրություններ։ Ես իհարկե լավ է որ այս պահանջը կա, ես չգիտեմ ով է ներկայացրել այս պահանջը, բայց Ալուսուն Բաղդասարյան մեր իրավաբանական խմբից խնդրում եմ մեր կողմից անպայման հենվելով այս տեսանյութի վրա, հենվելով մեր հայտարարության վրա դիմում գրել, ձևակերպել, չգիտեմ դե որ հոդվածն է, ինչ է, այս գործի նկատմամբ վերաբերյալ քննություն գտնել մեղավորների պատժել։ Եկ մենք հասկանում ենք, որ իրանք ոչ մի բան չեն անելու, բայց մեր կայքում, դե գիտեք մեր կայքը որն է, չէ՞։ Խնդրեմ, գոնե մեր կայքում կունենանք։ Մեր կայքի հասցենը armjustice.com arm Հայաստան, justice Արդարադատություն։ Ինչպես բոլոր քրեական գործերը, որ մենք ուղարկել ենք դատարան, կունենանք, սա էլ թող լինի ստեղ անպայման թարգմանաբար, որ մենք այս ամենը պետք է ներկայացնենք, որ պետք է։ Որ ցանց չմտածեն, մենք կարող ենք մոռանանք, բայց այդ թուղթը, կայքը ամեն ինչ պահում է։ Ամեն ինչ պահում է։ Որ հանկարծ մտնելով չանցնի, դե լավ, այսօր խոսացին, վաղը մոռանալու են սրա մասին, հա։ Այնպես որ Աննա Վարդապետյան, եւս մի մահացու մեղք պետք է կուլ տաս։ Հա, վերցնես վրա, որտեղ ես գիտեմ դու։ Ինչ պետք է անես։ Դու Նիկոլ Փաշինյանի կողքը դատվող անձնավորություն ես։ Երևի հանցագործ, պետական հանցագործ։ Ոչ թե իմ նկատմամբ, օրենքի սահմանության նկատմամբ։ Սա գիտեք ինչն է։ Սա այսօրվա միջոցառումների խորոված փարթիի նախադեպն է։ Երբ Սովից մահացող հայ երեխաներին Թուրք Պաշտոնյան վերևից ուտելիք է տալիս։
Սա այսօրվա խորոված փարթիի նախադեպն է։ Եվ շատ սովածներ գնացել էին, որ մի բան ուտեին, պարզվեց, հաղետել է փողով։ Շատերը մտածում են, որ խորովածը պետք է անվճար լինի, ոնց է անվճար կլինի, սրանք ամեն ինչ իրավունք, տոն, են էլ քաղաքացու տոն, ամեն ինչ կապում են ստամոքսի հետ, կեր, եթե փող ունես, եթե չես փող էլ չունես, գնա ձրի համերին լսի, բայց ամեն ինչ կապված է փողի և ստամոքսի հետ։ Չէ, ասում եմ ինձ համար 60+ ես ասեցի հեշտությամբ, ես ասեցի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հետևողականորեն աշխատելու է, իրագործել է իր առաքելությունը, իր հանկարծ ստացվի այնպես, որ դուք դառնաք ընդդիմություն։ Ուրեմն մենք կմնանք ընդդիմություն։ Կմնայք ընդդիմություն։ Այո։ Այդ նայած ով կդառնա իշխանություն։ Ուղղակի մի հատ պրոբլեմ ունեք, նույնիսկ եթե մնաք ընդդիմություն։ Ընդդիմությունը ախրանա ունենալու հնարավորություն չունի։ Այսենց տհաճ բան կա տեղ ընդդիմություն լինելու մեջ։ Եվ ընդդիմություն կոչվածը հայ ժողովրդի մոտ բան չի, մարդիկ իշխանություններից են միշտ հեռում մնում, ընդդիմությունը իրենց համար հաշիվ չի։ Ձեր բախտը չի բերելու, ոչ դուք ընդդիմություններ չեք մնալու։ Դուք մնալու եք Հայաստանում, բայց դատապարտելի կարգավիճակով։ Ընդդիմությունը ձեզ ինդուլգենցիա չի լինելու, ձեզ պաշտպանիչ շերտ չի լինելու։ Ինչ որ է, տեսնենք ինչ էր կատարվում այս սոված մանուկների մոտ։ Այս որ տեսնում եք, սա բանը ժողովուրդը չի, այս Նիկոլի Ախրանյանն է։ Հա, չկա ժողովուրդ։ Այդ շերտը դնում եք, որ դեմքով դեպի այս կոմա կանգնած, այդ իրական փակ է այնտեղ, այդ ամբողջ փողոցը փակել են, որ իրան շեֆը այնքով ինչ-որ մի բան անի։ Սա ես կանադառնամ այս տեսանյութի մոտ լսենք այս պապիկին։ Չէ, մի կիլո կարտոշկին 10,000 դրամ է կարից, գնացեք գինի մացեք։ Որտեղից եք եկել այստեղ։ Ես այստեղ եմ ապրում քաղաքում։ Այսինքն այս ամենը Ժամանակին 2 ձեռով քվեարկել եմ սրան։ Բայց հիմա լրիվ հիասթափվել եմ։ Հիասթափվածը եկել է խորոված փարթի, սա շատ կարևոր բան է, ես պապիկին բան չեմ ուզում ասեմ, որ եկել է, բայց լսենք, որ հասկանանք ովքեր կան նաև այդտեղ։ 150 գրամիսը 6000 են ծախում։ Մի կարտոշկեն 1000 դրամ, 6 կարտոշկեն մի կիլո է, ո՞նց։ եկել եք մասնակցելու։ Մասնակցել եմ եկել, բայց ինչով։ Թոշակառու մարդ։ Եկել է մասնակցելու, թոշակառու մարդ է, քվեարկել է 2 ձեռով, բայց հիմա հիասթափված է։ Այն մարդիկ, որոնք այս մասնակցությունը ցույց են տալի որպես աջակցություն, դուք լուրջ եք վերաբերվում ձեր ասածին։ Ես չէ։ Դուք ո՞նց կարեք այդտեղ քայլողին ասեք Նիկոլի աջակիցն է։ Հեսա ձեզ օրինակը։ Հիմա ոնց որ ասեն, այս սոված երեխեք այս նկարի մեջ պատկերված, Թուրքի աջակիցն են։ Հա, նույնը կարելի է ասել։ Չի կարելի ասել նույնը, չէ։ Բայց ոնց եք այս պարագայում դուք նույն բանն ասում։ Իհարկե չէ։ Մի կիլո կարտոշկին 10,000 դրամ է կարից, գնացեք գինի մացեք։ Որտեղից եք եկել այստեղ։ Ես այստեղ եմ ապրում քաղաքում։ Այսինքն այս ամենը Ժամանակին 2 ձեռով քվեարկել եմ սրան։ Բայց հիմա լրիվ հիասթափվել եմ աղջիկ ջան։ Այսօր բանից հետո թե ավելի։ Չես, 2 տարի հիասթափվել եմ։ Ինչ ուզում է թողանի, դրանից դժգոհ չեմ։ Մենակ 300,000 թուրք չբերի Հայաստան։ Դա եղերից բետար է։ Ուրիշ բան չէ, թալանեն, պրեմիա տան, ինչ անեն, չանեն, հալալ եղնի։ Մենակ այդ թուրքեն ինչ տեղավոր են աղջիկ ջան։ Դուք այս ընտրություններին իրեն չեք ընտրում։ Այս ընտրություններին առաջ ընտրության 2 ձեռով եմ քվեարկել։ Իրա պորտրետը Նիկոլ Վարչապետ տունը իմ գլխավերում խփած է, գյուղում եմ ապրել։
Այն ժամանակ քվեարկել եմ։ Հիմա լրիվ հաստատ 14 հոգի ընտրել։ Մի խոսքով։ Լսեցիք։ Ընտրել է, նկանել կպցնել է։ Հիմա լիասնված է։ Նյետ։ Մի խափեք ձեզ արդարացնելու համար։ Ես գիտեմ, որ մարդկա ուզում է ճիշտ լինի ամեն գնով, եթե դա իր ճիշտ լինելը պայմանավորված է Հայաստանի կործանումով, ակնհայտ ինքը նախընտրում Հայաստանի կործանումը, որ ինքը ճիշտ լինի։ Չի լինելու։ Չի լինելու, որովհետև այդ ձեր չափանիշները, որ ուզում եք դրանով հիմնավորեք, սա ակնհայտորեն սխալ է։ Լսենք մյուսին։ Այստեղ քաղաքացիներ կա, սաղ տուրիստներ են։ Այստեղ երեք Հայաստանից մեր քաղաքացի մինակ եմ, որ որտեղ ուզում եք տրանսպորտ նստել չկա, շնչի մեր ուղիղ ուզում եմ հեռնեմ։ Մի երկու տեղից տեղից խորովածի գնել հարցեր, վախսար համար։ Ես ինչի համար ասել, բերել են ժողովրդին թալանում են, ստեղ մի հատ նայեք, մի հատ կամ տուրիստներ են, կամ էլ ես իմ մով։ Նայեք։ Կամ Եսիմով, այդ Եսիմովը չի, նայեք կամ էլ ովքեր։ Խորոված խարթին եք, հա եկել մասնակցում։ Ընդհանուր առմամբ եկել եմ միջոցառման։ Շատ լավ, այս Այո։ օրը քաղաքացու օրը, մի քանի տարի շարունակ, ամեն տարի մասնակցել եք, մասնակցել օրինակ կապոր տարի։ Նախորդ տարի չեմ մասնակցել, այս տարի եմ որոշել մասնակցել եւ մեր վարչապետի համերգին ցանկալի է ներկա լինել, որովհետեւ շատ գոհ ենք իր վարած իշխանությունից։ Տիպիկ Նիկոլի կոնտինգենտն է։ Տիպիկ Նիկոլի կոնտինգենտը չի։ Հա, իրան բերել են, շատ իշխանությունից, վարած իշխանությունից շատ գոհ է։ Ասել են կգաս գլխականակ։ Էս քո ճանապարհածախսը կամ չգիտեմ, ես էլ այս 6000 դրամն էլ խորոված կտես։ Ես էլ խորոված партիի մասնակիցներն են։ Hello, I'm sorry. Where are you from? China. Thailand. Iran. Right? And you? Yeah, Iran too. ایرانی برای ایرانی صحبت میکنم. برای جمهوری. India. Iran. Bangladesh. Arskestan. China. China. Together it. From Vietnam. Վիետնամ, Ֆիլիպին, Չինաստան, Պարսկաստան, Հնդկաստան, վստահ եմ այնտեղ Պակիստան, այս երեխեքս տուրիստներն են։ Ու իրանցից քիչ են Հայաստանում։ Նաև այն մարդիկ էլի, որ Հայաստանից են տեղացի են, բայց իդ կապ չունեն։ Մեկը հետաքրքրությունից է եկել, մեկը մտածել է այս սոված երեխեքն են, սոված մարդը թոշակի իրան թույլ չի տալի խորոված ուտել, մտածել է դրա համար է եկել։ Իսկ ես երիտասարդներին ում տեսնում եք Հայաստանում, վստահ հիշերը լինելու են այնտեղ։ Նախ որովհետև Լենին բաներ կներեք, հանրապետության հրապարակում 1, երկրորդն էլ այս մարդկանց հետաքրքիր է, ինձ համար ինչ տարբերություն ուներ ով համետ կազմակերպում։ Բայց մենք վերադառնանք այդ սրան։ Ինչի դեմ ասել։ Ես ասել շատ տեղեր վատ արտահայտություն է նկատում։ Ուստի ցանկացած քաղաքացի թուրք ասելով վատ բանի նկատում ունի։ Դու ասելով Ստելի կմարդ թուրքի վատ բան ասում։ Դու թուրքի վատ բան ասում։ Տալեք։ Այս ընկերը պարզ ասում էր Արսեն Թորոսյան, դու հայոյում ես, չէ՞, ով թուրք ասելով ձեզ վատ բանի նկատի ունի, դու հայոյել ես, չէ՞։ Ես թուրք ասելով վատ բանի նկատի ունեմ։ Դու կարաս ասացնել այն պատասխան տաս։ Ես փախնում տական։ Ասում քաղաքացին ձեզանից պատասխան է պահանջում։ Հիմա լսեք, տեսեք ովքեր են այդտեղ։ Նայեք ովքեր են։ Ասում քաղաքացին ձեր արտահայտության համար պատասխան է պահանջում ձեզանից, ոչինչ չունեք ասելու։ Անառակի զավակ։ Արսեն Թորոսյան, քեզ ասել են, չէ՞ որ դու անառակի զավակ ես։ Դու ինձ թվում է ծնված օրվանից դա լսում ես։ Քեզ հարց են տալիս, ասում են պատասխան տո ասացիդ համար, ասում է գնաց քաղաքացուց հարցրեք։ Ինքը ասեց։ Իսկ դու ինչ լսել ես Միչել Մալկոմասի, ճիշտ է եղել։ Հաստատ։
Դուք ոչինչ չունեք ասելու։ Ասալան արդեն վաղուց ասել։ Ես անդրոք չեմ, բան չեմ, եկել եմ դեպուտատին հարստամ, քեզ լավ կրպես։ Եկել եմ դեպուտատին։ Ընկերս հինգակը միակ են, դուք ես ասկին։ Նորմալ մարդ ընկել է նիկոլականների մեջ։ Նորմալ տղա։ Հիմա սենց վարկագիծը նայեք ու միլիցիակի։ Եվ որ ասում եմ Ենիչերիների կլուբը, Ալիևի սպասբանը ծառայության կլուբն է սա։ Արգելի քաղաքացի Ինչ գործ ունես ստեղ Արգելի կա։ Տեսա Նիկոլտի, նայեք տիպիկ նիկոլականների, որ դուք իմանաք ում եք խոսում։ Նայեք ովքեր են որոշելու Երևանի ճակատագիրը, եթե մենք Հայաստանի ճակատագիրը, եթե մենք թույլ տանք։ Այս կողքի հրաշինել նայեք այս ակնոցներով։ Էլի հայտնի նիկոլական։ Քաղաքացիա։ Ինքը քաղաքացիա։ Վատուները եկել ես այս պրակտիկորով հարցնում։ Եկել ես այս ազիզորով ասում հալա մեսանում։ Բա, այս նիկոլականների համար էլ էսանց դեմքերը նայեք։ 5000 կամ 4500 դրամ։ Սենց արժեքն էսքան է։ Ինչ բրազդի քաղաքացի։ Քաղաքացի օրը չի կարա Եղեռնի հաջորդ օրը։ Նայ։ Վաղը սենց ա լինելու, սանք ավելանալու են, սանք չեն պակասելու։ Սրանց իչոր միտեղ տպում են, տնի դեպրինտերով տպում են։ Իչքան սրանցից կա, հավաքելու են, բերեն լցնեն Երևան, իրենք դառնալու են մեր բոլորի ճակատագիրը որոշող, իրենք արդեն 8 տարի մեր ճակատագիրը որոշում են։ Հիմա խոսքս ուզում եմ ուղղել այն մարդկանց, ովքեր սրանց կերպարին նայելով սարսռում են։ Դուք մի բան պատկերացրեք, իրանք որոշելու են ձեր ճակատագիրը, գիտեք ինչի։ Որովհետև դուք ձեզ պահում եք այտենց։ Ով իրան այս նայելով մոտը ցանկություն չի առաջանում սրանց մեկուսացնել Հայաստան հասարակությունից իրենց ակտիվությամբ, եթե դու ակտիվ չես, թուրքերն են ասում, որ դու ես ցեղասպան։ Եթե դու քո իրավունքներին տեղ չես կանգնում, Ալիևն է ասում պատժեք թուրքերի դդոշ վառողներին, ասեն, եթե դու տեղը դատարկ ես թողում, հա, այս մոլախոտը գալու է քո կողքից բռնի։ Հարգելի, չգիտեմ ինչ ասեմ ընդեղ, նկարիչ, մտավորական, սպորտսմեն, գիտնական, քաղաքական գործիչ, թաղի գողական, բոլորին է վերաբերվում խոսքս, բոլորին։ Սկսնակներից ամենատակի շերտից մինչև վերևի։ Եթե դուք ձեր դիրքից հանգիստ մնաք պասիվ ձեր դիրքերում ու այս ամեն ինչի ես չարիքի դեմը չառնեք, սրանք մտնելու են ձեր տուն, ձեր լաբորատորիաները, ձեր համերգային դահլիճները, ասեն ռադել եք ստեղից։ Էս ինչ եք երկում, էս ինչ ՃԺՎՑ։ Էս ինչ եք ձեռն հետ ինչ ես թափ տալի, ինչ ես օդը բանը շարժում։ Դու ինչ ես ոտերդ բացել պալում։ Բալետն ումնա պետք։ Գալու են ձեր լաբորատորիան ումնա պետք, էս ինչ եք ստեղ անում։ Գալու են ամեն ինչ անեն, որովհետև այս չեռնը, այս տակի նստվածքն ու տականքը, ինքը չի հանդուրժելու ոչ մի խելոք մարդ, ինքը ծաղրելու է, ինքը լուսը մեզ պետք չի, գիտություն պետք չի մեզ։ Դրա համար է ֆիզիկայի ինստիտուտը փակվում, գիտությունների ակադեմիա փակվում, համերգասրահը փակվում, թատրոնը փակվում, կոնսերվատորիա է փակվելու, ամեն ինչ փակվել է, որովհետև այս կեղտին դա պետք չի։ Հակառակ ինքը իր բնույթով, իր ինտելեկտուալ մակարդակի վրա խորը ատելություն ունի այդ ամեն ինչի համար, որովհետև դա իրան անհասանելի է, անընկալելի է, ու այդ համատության մեջ ինքը իրան նվաստացած է զգում։ Դուք չեք կարող այնքան իջնել, որ ինքը ձեր նկատմամբ այդ զզվանքը չունենա մեկ էլ, ոնց ասեմ, ատելությունը, որովհետև ինքը ձեզանից մեկը չի։ Վերադառնանք այն խոսքին, ասում եմ, բալոյական մարդը, նորմալ մարդը չի կարա հանդուրժի իր միջավայրում այս ճահիճն ու կեղտը, որովհետև այդ ճահիճն ու կեղտը ծնում է այս սրանց նմաններին, հասկանում եք։ Այս սրանց նմաններին է ծնում, հասկանում եք, մի հոգի մնալու է, այս ամեն մեկս մնալու ենք այս սրանց մեջ մենակ։ Անեշի որ ես վախենում եմ, իրենց հազարատներ եղանակ չի փոխում, բայց մնալու ենք մենակ։
Ինչի գա այդ օրը, նոր հասկանանք, որ սա եղել է մեր պասիվության արդյունքում։ Թե չի նստել սենյակներում, բողոքել, որ մոլախոտը հելել է ու քո բանը ծաղիկը չի երևում քո բանում։ Մոլախոտի գործը բարսանալն է։ Քո գործը որպես այգեպան, այգիդ մաքուր պահելն է։ Եթե դու դա քո գործը չես անում, թողում ես այս մոլախոտը գա լցվի Երևանի փողոցներ ու քեզ ասի դու պիտի հանդուրժես, որ նախարարը քեզ լավ քրվի, ուրեմն ոչ նշանակում է դու արդեն պարտվել ես քո սենյակում նստած։ Արդեն դու քո գործը չես արել, որպես մարդ քաղաքացի։ Այդ դու թնդեր ինչ ես արել, ինչ բարձունքներ ես հասել, դա ոչ մեկի չի հետաքրքրում, որովհետև դու չես կարա սոցիումից զատ ապրես։ Ապրի։ Բայց մյուսը գալու է ասի, գիտես ինչ, շվոնգերի նման։ Հեշ պարտադիր չի, որ դու 7 սենյականոց ունենաս, գրադարան ունենաս, լաբորատորիա ունենաս, վրահատման սենյակ ունենաս, բայց շարիկը կարդացեք, շան սիրտը կարդացեք, նույնն է լինելու։ Եթե չեք ուզում, այս շվոնգերների մի օր գան մտեն ձեր տուն, սա այսօր պետք է կախվի, որտեղ արդեն սրանք եկել են մեր տուն, արդեն սրանք փողոցում են, ու արդեն քեզ ապացուցում են, որ ինչ-որ դիժվազ, որ Արսեն Թորոսյան, որի իծան է հերումեր են քրվել դպրոցում բակում ու ինքը վախեցել է այդ մասին խոսալ։ Չեմ ասում է պատասխանելու մասին։ Ու հիմա ինքը միլիսեկի դուբինկի հետևում պաշտպանված ամբիոնից կարողանում է հայոյի։ Հասկացաք ինչ ա լինում, երբ որ շվոնգերները դառնում են իշխանություն։ Դա իրանց մեղքը չի, դա մեր մեղքն է։ Այսպես մի հատ կապիկներ էին բերել լցել հրապարակ, ներսը նայեք։ Նայ։ Ես ուշադրություն դարձել եմ, որ իրան բերում են կողքերով շրջապատված, որ ոչ մեկ իրենց բանը, գաստրոլորներ են, նայեք, ախրանային նայեք։ Նիկոլ Վարչապետ։ Ամբողջ հրապարակում ես երկուսն են գոռում։ Ես այս չեմ ճանաչում այս կապիկներին, բայց այն հանգամանքը, որ իրանց ուղեկցում են շրջապատած, հսկում են, որ հանգարց մեկը բերանը չփակի։ Սա նշանակում է իրենց պայմանավորված դրել են, ասել են սենց այս քո փողը, այ կապիկ վարժեցած, էսի գոռալով կգնաս։ Խնդրում եմ, ով ես գաստրոլորներին ճանաչում է, թող գրի ինձ։ Ինձնից հետաքրքիր է։ Սրանց հատ-հատից հետո պետք է բացահայտենք, սենց հանենք, որ ասենք ով է, որ գյուղից էր, որ թաղապետարանում էր աշխատում, կամ որ թատրոնում էր սա աշխատում, որ բեմի փոշին էր սա, որտեղից մնացած, հա, մենք սա պետք է իմանանք։ Իրանք էլ պետք է իմանան, որ մենք դա մասին գիտենք ու ասեցինք։ Անդեն նկարում է։ Պետք է Նիկոլ Փաշինյանը վերջի վարչապետը լինի։ Մեկ է Թոմաս Աբերդյանը աշտարակի։ Պետք է Նիկոլ Փաշինյանը վերջի վարչապետը լինի։ Մեկ է Թոմաս Աբերդյանը աշտարակի քաղաքապետ։ Իքտել հիմա այսպես ուրախ առիթներ շատ դինի։ Նեղոսկով ես չգիտեմ կարող է երկրորդ անգամ եմ կրկնում արդեն իմ մոտ տեխնիկական ոնց որ խնդիր կար։ Բայց ուշադրություն դարձրեք, որ ասում եմ պետք է Նիկոլ Փաշինյանը վերջի վարչապետն լինի։ Այս վարժեցած կապիկները չեն հասկանում իրանք ինչ են ասում։ Իրանք ասել են սա պետք է ասես, իրանք ասում են։ Բայց խնդրում եմ ովքեր սան ճանաչում են, այս երկու վարժեցած կապիկներին գրեք ինձ։ Մենք կբացահայտենք իրան։ Որտեղ են ապրում, որտեղ են աշխատում, ում համար են աշխատում, հա, անուն ազգանունով։ Իրանք էլ կիմանան, որ մենք իրանց մասին գիտենք։ Խնդրում ես պապիկին լսենք։ Իմ մոտ տեխնիկական խնդիր եղավ, եթե հանկարծ այս կադրերը կրկնվում են, ներողամիտ եղեք, ես չգիտեմ որտեղից է անջատվել էլ։ Լսենք։ Ինչ խաղաղություն։ Թուրքները չակել ամեն մեկին։ Ինչ խաղաղություն։ Թուրքին ես պապենական գիտեմ։ Թուրքի ձերի պոպոկը չի ուտվի։
Թուրքի դերի պոպոկությունի դա բարբարա, բարբարոսա, թալանիչա, պատմությունը կարդացեք, թուրքին ուտի սատկացվի, նա չի հասկանում, հմի խապում է Փաշինյանին, էլ չի մանում Փաշինյանը, որ ես հողերը լրը վաճարեց, վաղը իրապիս առաջին ապկատելու, Դարաճանին, ոչ մի մարդ, ոչ մի երկիր, ոչ մի դարում չեն պայ, հենց խոսքերը խաշում են Դարաճանին, վիզը կտրում են։ Նասը բոլորը չի որ Փաշինյան Նիկոլեն էլի։ Նասա նայենք, սա Գրանքենզի արտազանքն է, որ Հարցը տեսել եք, Տուփերի մեջ ինչ է դիտակ։ Հա, բայց տուփերի մեջ ինչ ասեմ, ինչ որ է, չեն ուզում ցույց տան։ Հասկանում են, որ իրանք ստորություն են անում։ Մենք ասենք ինչա, տուփերի մեջ։ Grand Candy շոկոլադներն է, քարսավելիք, որի վրա գրած է խաղաղություն Փաշինյանի լոգոյով։ Եվ այսպես։ Ինչ կարող ենք անել մենք։ Հայոյանք տանք անես, բան դա էական ոչինչ չի տալու դրան դիմաց։ Մեր քաղաքացիական պարտքն է սրանց արտադրանքը բոյկոտելու այդ։ Հա, բոյկոտել։ Սա միակ ձևն է, որ մենք կարող ենք թուրքական ռեժիմին սպասարկող այս սպասարկողներին պատժել մեր ձևով։ Որտեղ սրանք ամենաշատը փողն են սիրում։ Հիմա սրանք ինչ անում են, փողի դիմաց են անում։ Բայց այդ փողը մենք ենք վճարում։ Զրկում ես սրանց փողից ու վերջ։ Որտեղ հիմա Grand Candy արտադրանքն առնելը նույնն է, որ գնաս Ադրբեջանի շոկոլադ առնես, որտեղ սա Ադրբեջանի բանա քաղաքականությունն է քարոզում։ Այսինքն Հայաստանի կործանման քարոզիչն է։ Այս տխմաներն էլ թվում է, որ ադրբեջանցին եկավ, իր Grand Candy մնալու է Իրան։ Այ անգրագետ տգետներ, անգրագետ տգետ չի լինում, բայց դուք անգրագետ տգետ եք։ Զմյուրնայի հայերից լավն եք դուք արա։ Իրանցից թափով էիք, իրանցից հարուստ էիք, ազդեցիկ էիք։ Մետերը Զմյուրնայի հայերի մասին դուք լսել եք, Զմյուրնայի հայերի մենակ հարստությունը հերիք էր, որ ամբողջ թուրքական կառավարությանը առնեին։ Թուրքական կառավարությանը միայն չէ, եվրոպական, ամերիկյան, աշխարհի բոլոր կառավարությունները կարող էին առնել Թուրքիայի կառավարություններն էլ փողի դիմաց։ Երկրի գերբը փողը սարքել հայկական։ Այդքան փող ունեին։ Աշխարհի փողը ընդեր էր։ Դերեք վստահ են, ասկա փողն ու ամեն ինչ իրանցն է։ Ով է այս մազին կպնել։ Փող կտան կպրծնեն էլի, եթե վերջի վարյան, վերջի տարբերակ։ Դուք իրենցից լավն եք։ Չէ։ Ժողովուրդ, ովքեր մեզ նայում են, մեր քաղաքացիական, մեր մարդկային արժանապատվության բանն է։ Պարտքն է սրանց բոյկոտելը։ Ովքեր էլ չեն նայում այս տեսանյութը, պարտադիր պիտի նայեն ու բոյկոտեն թուրքական ծրագրերը սպասարկող գովազդող Grand Candy-ին։ Վերջ։ Սա իմ կոչն է ու խնդրանքը։ Հիմա տեսնենք ինչ է կատարվում Ազատության հրապարակում։ Բարի երեկո Տաթևիկ, այսօր ինչպես ասացիր, որովհետև նախապես արդեն քննարկել էինք քաղաքացու օրն է նշվում, թեև 18 թվականի հեղափոխությունից հետո այն հաստատվեց, սակայն վերջին տարիներին նման ճոխությամբ միջոցառումներ չեն անցկացվել եւ միայն հիմա ընտրություններից մեկ ամիս ու ընդամենը շաբաթներ առաջ, ամիս ու կես առաջ նման միջոցառումներ են անցկացվում։ Օրվա առաջին կեսին Ամիրյան փողոցը նշաններ կամ նախընտրական լոզունգներ չլսեցինք, սակայն հարցեր է առաջացրել ոչ թե հենց այս խորոված պարտին, այլ իմ հետևում տեղադրված բեմը ու այս համերգը, որը հովանավորում ու ֆինանսավորում է խոշոր բուկմեքերական ընկերություններից մեկի սեփական։ Նայում եք։ Զգում եք արհեստական բանականության շարքացը։ Տեր Բադալյանների ընտանիքին պատկանող Fast Bank-ը հարցը այն է, որ կուսակցությունների մասին օրենքով զգում եք արհեստական բանականությունը։ Եվ այդ ամուկուչյան տեսնենք ելով կա։ Քաղաքական կուսակցություններին ընդհանրապես իրավաբանական անձին մի խոսքով։ Խնդրում եմ նաև գրեք ովքեր են վարողներ, ովքեր են մասնակցել, սա էլ իմ համար կարևոր է։ Մենք պետքա գամենք
այս սրանց բոլորին խայտարակության պատին։ Հա, ես ոչ մեկի նկատմամբ, որ ասեմ դե մեր արտիստենք մեր գործը երկերն գլուխները պատին են տվել։ Արտիստի գործը սեփական ժողովրդին թաղելը չի։ Սեփական ժողովրդի թաղմանը երկելը չի։ Այդ թաղումը նախապատրաստելը չի։ Եթե դա չեն հասկացել, այդ մեր մեղքն էլ չի։ Շնակումը կգնան ու կգանվեն խայտարակության պատին։ Ցանկացած մեկը, որ սպասարկեց Փաշինյան Նիկոլի միջոցառումը, պետք է իմանա, որ դառնում է առնվազն այս հարթակի ու անձնական իմ թշնամին, իմ ժողովրդի աշխարհով մեկ, որտեղ գնան համերգ ունենան, որտեղ իրանց անունը հնչի, պետք է իրենք խայտարակ լինեն, ասկի ես ամբողջ մեր գործունեությունը պետք է նրան նվիրված լինի, որ սրանք վախենան Փաշինյան Նիկոլի կողքերը վալու։ Այդ չեմ ասում, ես սպասարկեն իրանց։ Այդպես պետք է լինի։ Չէ՞ որ իրանց մեծալողը մենք ենք, ոչ թե պետությունները։ Իրանց տոմսը գնողը մենք ենք։ Սրանք մի անգամ տարան, երկու անգամ տարվա մեջ սրանց միջոցառում կան։ Այն էլ որ տեսան, սրանց լսող չկա, օգտագործած թաշկինակի նման շպրտելու են աղբը։ Հա, ինչպես բանը Սերժ Սարգսյանի համար ինչ ունեին, չունեին ճղորողներին շպրտեցին աղբը, ուր են դրանք։ Չէ՞ մարդիկային նույն ձևի ամբողջ իրանց էությամբ ծառայում են Սերժիկին։ Ուր են իմանանք։ Նեցե սրանք պետք է հասկանան։ Իսկ ես այդ ժամանակ այսքան կատեգորիկ տրամադրված չէի, որովհետև իրանք ռեժիմ էին սպասարկում, սրանք թուրքերին են սպասարկում։ Ասենք եթե իրանք այն ժամանակ իմ համար մերժել են, հիմա դատապարտելի են։ Խնդրում եմ գրեք, ովքեր էին, ինչ է, ինձ այդ ամեն ինչ հետաքրքիր է։ Ինչ վերաբերում է ով է հովանավորում սա այս համերգները։ Այս համերգները հովանավորում է Վիվարոն։ Ալեն Սիմոնյանի կռիշի տակ, հովանավորության տակ գտնվող Վիվարոն, որը չի մուծում հարկեր, որը հարկեր մուծելու համար շիշ բռնողներ խոսացել, որ ինչի սրանք պետք է հարկ չմուծեն, որի պատճառով էլ Ալենն ու ինքը գժտվեցին, որն անկախ իրենց այդ շիշ բռնողը դարձավ ընդդիմություն իրենց։ Ես հիմա ասեմ ինչ է նշանակում Վիվարո։ Եթե 19 թվականի սրանց եկամուտը 19 թվականին մոտավորապես 100 միլիոն էր դոլարով։ 5 տարվա մեջ սրանց եկամուտը աճել է 5 անգամ։ Այսինքն կես միլիարդ դոլար, կես միլիարդ։ Պատկերացնում եք, ինչ թիվ է կես միլիարդ դոլարը։ Սա մենակ դրանց եկամուտն է։ Ու այս ամեն ինչի հովանավորը իրանք են։ Հենց ինքն է։ Բարձա։ Կես միլիարդ, այսինքն Հայաստանի քաղաքացին իր հացից, իր ընտանիքի ապրուստից կես միլիարդ դոլար, այսի գրանցված թիվն եմ ասում, սա կարող է մի քանի միլիարդ է։ Ես գրանցվածն եմ ասում, որ հասանելի է ինտերնետում։ Այսինքն հասարակ մարդը իրանց վատ, չգիտեմ, ոնց ասեմ, վատ, կարող եմ ասել հիվանդ ընտանիքի անդամների պատճառով տարին կես միլիարդ դոլար այս ընտանիքներից գնում է այս Վիվարոյի գրպանը, որը այսքան ճոխությամբ էլ ինչ ուզեն կանեն։ Ինչ ուզեն կանեն։ Ինչքան ուզենան արտիստ կդավ իրեն կբերեն։ Ինչ փող ուզեն կտան։ Ստե հարցը փողը չի։ Հարցը նրանում է, թե ով է պատրաստ այդ փողի դիմաց երկիրը վաճառել։ Այո։ Սա հարսանիք չի։ Սա քարոզչություն է։ Հենց հարսանիքը կարող է միջոց ներնել, քարոզչությունը չէ։ Իսկ ինչ վերաբերում է այս մասնակիցներին։ Մի հատ նորից այս նկար ունենք։ Հա, այս վերևից։ Հլնեք։ Հտնեք։ Ընտանիքին պատկանող արհեստական բանականությունը։ Սա արհեստական բանականության սարքած նկարը։ Եթե մեկներ կասի, դե ճիշտ է, այս արհեստական բանականությունը, բայց ունի մի քանի տասնյակ հազար մարդ կա, 10,000, 20,000, 30,000 էական չի։ Հիմա ես այդ հարցին եմ ուզում պատասխանեմ, որ ոչ մեկի մոտ պակաս բան չմնա։ Կարող է 50,000 մարդ կա։ 40,000 մենակ ոստիկան կա, որոնք պարտադիր ընդեր են եղել։ Իսկ գիտեք ինչ է նշանակում 40,000 ոստիկան։ Եթե ամեն մեկը գոնե ընտանիքից մի հոգի հետ տաներ, դա 80,000 է։ Իսկ ով ասել, որ քաղաքում Նիկոլ Փաշինյանը 80,000 հոգի է, չեմ ասում կառավարությունները, չեմ ասում քաղաքապետարանի, թաղապետարանի աշխատողները, որոնք պարտավոր էին այդտեղ լինել։ Ամեն մեկը իր հոտին գլխոտ տանում այնտեղ, գրանցված։ Ուր ես
ընտանիքի անդամներն ունես եղել է աններես։ Իսկ ով կասկածում է դրա վրա, որը տենց են աշխատում, ստում է արդեն վաղուց հայտնի փաստ է։ Իսկ ինչ վերաբերում է իրանք ինչքան ունեն քաղաքում ձայն, իրանք ունեցածը 7%-ը։ Քաղաքապետի ընտրությունները դա ցույց տվեց։ 7%-ը Հայաստանում անում է 70,000։ Երևանում կներեք 7%-ը 70,000-ը։ Այնպես որ կարող էր հանգիստ սեր մի 30-40,000 հոգի լինել, պլյուս չինացիները, ինչքան մի խոսքով տուրիստ կա, պարսիկները կլինեն մի 10,000 պարսիկ ստեղ Երևանում, հանգիստ։ 93 միլիոն Պարսկաստանից, քանի տասնյակ հազար եկած կլինի Երևան պատերազմ պատճառով։ Հանգիստ։ Իսկ չկասկածեք, որ ինչքան տուրիստ կա Հայաստանում այսօր տեղը։ Եթե մենակ տուրիստներին գումարենք միլիցեքի քանակությունը, որը անպայման իրանք ընդեղ են, փակվում է բոլոր թեմաները։ Հիմա մյուս կողմից գանք, եթե նույնիսկ այդ երեխեք էլ կան երիտասարդներ պատահական եկել են ընդեղ, ոնց որ են պապիկն է եկել, հետաքրքրության համար, տեսնի ինչ կա չկա, բայց զզվում է դրանից, նույնն էլ այդ երիտասարդները կարող են լինել։ Եթե նույնիսկ իրանք եկել են ձրի համերգի, որտեղ խորհված է ձրի չէր, դա չի նշանակում իրանք գնալու են Փաշինյան Նիկոլ ընտրել։ Ու այս կարգի բաներ եզրակացությունները եթե գնացին համերգի այսքան ընտրող ունի, սա կներեք, սա լուրջ չի։ Սա ուրիշ դաշտից է, սա լրջության դաշտից չի։ Ու սա վերցնել ապացույց, որ տեսակ, ընդ ժողովուրդ չկա, կամ մենք ես ենք դավաճանենք, լսեք։ Չգիտեմ, դուք կարող եք դավաճանեք, իմ ժողովուրդը տես չի։ Ու ձեր փերած փաստարկը թույլ է։ Ես էլ ասեցի, նա պապիկներ եկել, ասում եք ու ձեռով ընտրել են, նկարներ, բանը, սենյակումս խփած է, բայց այսօր սխապել է մեզ բոլորիս։ Մյուս կողմից նայենք, իր համերգին եկողները նշանակում է իր որակի են, ճիշտ է։ Հա։ Նշանակում է ինքը ոչ մի ձևով պարտավորված չի համ գա իր համերգին, համ էլ դրա համար որպես շնորհակալություն գնա իրան ընտրի։ Բացարձակապես։ Հայաստանում համերգներ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, բոլոր։ Ռոբի ժամանակել են, Սերժ Սարգսյանի ժամանակել են, Նիկոլ Փաշինյանի ժամանակել են, մյուս իշխանությունների ժամանակել են լինելու։ Նենց որ այդ բան չի, որ այս համերգները մենակ Փաշինյան Նիկոլն է կարող է անի։ Այս ինքներ չի անում, էսի վիվարոն է անում։ Կամ վիվարոնը չանեն, բանը Երևանի բյուջեն համերգների համար հատկացած հարյուրավոր միլիոններ դրամ ունի։ Ու անում են։ Այնպես որ սա բան չի, նեղվելու, բան անիծելու, թոքերին խփելու համար, բոլորովի։ Այսպիսի մի կայք կա, ցես բանա գրել։ Ես հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին տեր է կանգնելու խաղաղությանը։ Ինչ որ այդ ասեք, ցույց չեմ տալիս ես։ Այսպիսին։ Նայեցի այդ մտածի տեսնեմ ես ով է գրել, ես էլիս։ Ասես մտածրակայք։ Տիպիկ fake։ Նայվի իշնում եք Նիկոլ Փաշինյանը թագավորի շորերով, հա։ Ֆոտոներն ենք նայում։ Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյան, Նիկոլ Փաշինյան, Նիկոլ Փաշինյան, Նիկոլ Փաշինյան։ Ու այս fake-ի ապրիլի 2-ին է միացել 26 թվականին։ Ու այս fake-ի բանի տակ որ նայում եմ ես 383 հոգին որ սրտիկ են դրել, նկար են դրել, ու մեջը միանում նայում եմ, երկու ընկեր, մեկ ընկեր, առանց նկար, այսպես դեմքեր են, վերջ, սես նայում ես ոչ մի post, ոչ մի բան, դատալք, այսպես fake-էր են, 300 հոգի, ես նույնց եմ ասում, Ժողովուրդ ջան, ես նկարները որ ուտել եք ես քարոշական տեսնում եք, ումը բացեմ սա է, սրանք fake-երի իրենց ֆաբրիկայում ունեն մոտավորապես 1500 fake բան sense հաշիվներ։ Անենց որ տեսնում եք մեկի նկարի տակ 300, 400, 500, թեկուզ 1000, 1500 լայք ու բան կա։ Մեռնեմ վարչապետին գրած կա։ Դա իրանց fake-երն են, Ժողովուրդ ջան։ Այդ fake-երը ձայներ չեն։ Այդ fake-երը ժողովրդի աջակցությունը չի։ Այդ fake-երը նրանց համար է, հա,
ով իրենց թուլությունն ու տակարությունն ապացուցելու համար ցույց են տալու այս ֆեյքին, ասեն տեսեք ինչքան իրանք շատ են։ Այս ժողովուրդը այդտենց է։ Միշտեր այդպես չի։ Ֆեյքը ժողովուրդ չի։ Մոտեք ուղղակի տեսա որ բավականին բարկացել եք, ինչն էր ձեզ ջղային ասում։ Բարկացել ենք ինչ որ չգիտեմ ով էր գալի եկել այն ոստիկանը ձերը քաշելով որ մի կանգնեք դեմը մի քագեք ի վերջո ինքը ոստիկանը իրան կարան քիչ նորմալ կանի ու տեն մա տարիներ շարունակ մենք կանգնած ենք պայքարում ենք հանուն արդարության համար ու այսօր օրը բերել են այսքան ոստիկաների լցրել են Շտաս մասոտական դու քո երեխուն նկարն ես մյուս sense բռնելու։ Երենք թե ուղեղ ունենային հասկանալու համար, որ տենց էլ լինելու է, որ ինքը այս ծնողիդ ոչինչ բանով լավը չի։ Մենք ասենք ինչ ասում։ Վեհապարը պետք է հեռանա, վեհապարին ես ճանաչում եմ 30 տարուց ավել, դեռ երբ որ վեհապար չէր, ես իրան չեմ վստահում, ինքս էլ չեմ վստահում, ու իր այս գործողությունները ես շատ վատ եմ նայում իր գործողություններին։ Բայց հարց եմ ուզում բոլորից տանել։ Ով ասում որ իր համար գրզոն վեհապարը ընտրել։ Կամ ում է հետաքրքիր գրզոն ում է վստահում։ Գրզոն վստահում է Նիկոլ Փաշինյանին։ Հիմա սրան ոչ չասեսա։ Բայց ում է հետաքրքիր դու ում ես վստահում։ Եթե քո վստահած մարդը Նիկոլ Փաշինյանը առավել եւս դու կարծիք ունենալու իրավունք չունես նույնիսկ։ Կարծիք ունենալու է, կարծիք։ Էլ չեմ ասում այդ կարծիքը պարտադրելու մասին։ Ով ուզում որ սրանք մեր համար կաթողիկոս ընտրեն։ Սրանք անելու են, քանդելու են եկեղեցին, բաժանեն համայնքները, քանդեն սփյուռքը, դառնա քաղաք պետություններ, ամեն մի սփյուռք մի հատ քաղաք ինքը առանձնանալու է։ Չի լինելու է ընդհանուր այդ կաթողիկոսությունը սրանց պատկերացումով, որովհետև սփյուռքը պետքա մանրամասն փոշիացվի։ Սա է թուրքական ծրագիրը։ Նայենք։ Նորից շնորհակալություն ասեմ, բայց կներեք, որ ընդհատում եմ, դուք ունեիք 5 տարի ժամանակ այդ ամենը այնտեղից խոսելու, կազմակերպելու պարոն Օհանյան։ Մի ընդունեք սա որպես մեղադրանք, բայց ընդունեք, որ այսօր այս խոսափողը հանրությանն է։ Օհանյան, շուրթերդ մի կրծի։ Ես հասկանում եմ քեզ տհաճը։ Այս ներվային ցիկերն է։ Այո։ Բայց պիտի լսես, որ սա ճշմարտություն։ Դուք այնտեղ հսկայական մեծ խոսափող ունեիք, եւ մենք ամիս է ժողովուրդը գալիս ամեն օր այստեղ, դուք փոխել եք ամեն օր այնտեղ խոսայի սրա մասին, հարգելիս։ Դուք այսօր այստեղ եք։ Այնուամենայնիվ, շնորհակալ եմ, որ այստեղ եք, որտեղ ձեր գոլեգաները այստեղ չեն։ Հարգելի հայրենակիցներ, ես մի բան ավելացնեմ, ես ինչ որ չափով ձեր հետ համաձայն եմ, բայց ինչ որ չափով ձեր հետ համաձայն չեմ, որովհետեւ այն ամենի մասին ինչի մասին ես խոսում եմ եւ նաեւ հարթակից եմ խոսում, պարզապես այդ տեղեկությունները այսօր թարմացվում են։ Մշտապես խոսվել է իմ գործընկերների կողմից, բոլորի կողմից եւ ըստ անհրաժեշտության, երբ որ ցանկություն եղել է հանդիպելու, գոնե ես եւ իմ գործընկերները միշտ հանդիպել են։ Հանդիպել։ Լուրջ Սերեն Օհանյան։ Լուրջ հանդիպել եք։ Ձեզ չեն նշանակել ընդեղ, որ դուք հանդիպեք։ Ձեզ նշանակել են ընդեղ, որ դուք այս հարցերին լուծում տայեք։ Դուք չեք արել։ Սա է խնդիրը։ Ինձ ամենաշատ զվարճացնում են մարդկանց, որոնք մտածում են, որ իրենք հայտնվեցին խորհրդարանում, իրենք հարց են լուծելու։ Նիկոլի խորհրդարանում ուզում են իրենք հարց լուծել։ Դուք, ասենք, առնվազն տառաճանաշ պետք է լինել հասկանալու համար, եթե դու մեծամասնություն չես, Նիկոլի խորհրդարանում դու հարց լուծող չես։ Այսինքն դու դառնում ես այն ինչ որ ասենք 5 տարի աշխատել է Սերեն Օհանյանը։ Ինչ ուզում ես խոսա։ Դու ունդերից հարց լուծող չես, ընդամենը Նիկոլի իշխանությունը պահող օբյեկտ սնելու, կամ սուբյեկտ։ Այսինքն ոնց որ Սերժի ժամանակ Նիկոլը։ Սերժի ժամանակա չէ Նիկոլի 3 հոգու թողել է խորհրդարան։ Հա?
Որոնցից մի հատ ձեն դուրս գար։ Հիմա այսօր տենում եմ ինչքան մարդ է պատրաստ Նիկոլը լինի, ոնց որ Սերժի ամալը Նիկոլը։ Ես sense մտածում եմ արել։ Լավ, քո ամբողջ կյանքը նվիրված է եղել, որ դու Նիկոլի մոտ Նիկոլ աշխատես։ Ու դու ուզում ես ես քեզ դրա համար լուրջ վերաբերվեմ։ Գնանք այստեղ։ Անկախ դիտոր դաշինքա փաստորեն վարչական խախտումներ արձանագրել եւ արդեն դիմելա դատարան։ Նրանք պահանջում են 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի, խոսքը իմ քայլի մասին է, որը փաստորեն բարեգործության անվան տակ ինքնաշություն անում։ Այո, բարեգործության անվան տակ ինքնաշություն անում։ Այսինքն այն անում, ինչի համար բռնեցին այդ Սամվել Կարապետյանի կողմնակիցներին։ Փաստորեն սրանց կարելի է, չի կարելի։ Արդարացում դե ասում է, դե մի կուսակցության անուն չեք տալի, ոնց թե կուսակցության անուն չեք տալի։ Հենա դու կուսակցություն ես, էլի, դու այդ կուսակցությունն ես ներկայացնում։ Այդ ով չգիտի դու ով ես։ Ոչ միայն այն ցալում, նաև ներկայում։ Մարդիկ քո անցյալն էլ գիտեն, ներկան էլ գիտեն։ Ասում չի ես քալոշություն չեմ անում, ես ընդհանրապես բարեգործություն եմ անում։ Հիմա դիմել են դատարան 15 կետով մեղադրանքով, տեսնենք ինչ կան, ինչ կլինի։ Ես չեմ կարծում, որ սա ինչ-որ մի բան է փոխելու մեր կյանքում, բայց այս քրեական գործերը պարտադիր են։ Պարտադիր։ Տեղափոխվենք արտասահման ու շուտ վերադառնում ենք։ Այս երկուսը աշխարհը այս 1 տարի 2 ամսվա մեջ կարողացան վերածել այն ինչի մայա։ Այսինքն տոտալ անազգի է։ Մեզ հայերիս համար միջազգային օրենքի աշխատելը, կարգը, միջազգային կարգը, դա էկզիստենցիալ անհրաժեշտություն է։ Ու Թրամփը ամենամեծ Նիկոլը դեղի նստած վերցել է իր փեսում եկել իր գործընկերոջը, դրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենակարևոր պաշտոնների վրա։ Բոլոր տեղերը սրանք են, ասենք իրանք ամեն ինչ են։ Իրանք ամեն ինչ են, ուրեմն Միջին Արևելքի մասնագետ են, Ուկրաինա, Ռուսաստանի մասնագետ են, իրանք ամեն ինչ են, Հայաստան, Ադրբեջանի մասնակից են, բոլոր տեղերը, չգիտես ինչի, սահմանադրություն ամեն ինչ խախտելով ուղարկում է իր փեսում եկել իր գործընկերոջը։ Հիմա ասենք ինչի մասին է խոսքը։ Չեղարկել է բանը, ասել է մի գնա, որովհետև պարսիկներ չեն ուզում։ Էլ չեն ուզում, ոչ մի բանակցություն չեն ուզում, ասում են կապիկների մի ուղարկի, իրանք հաս լուծող չեն։ Հիմա չեղարկել է ու նախապատրաստում են մեծ պատերազմի։ Այն ինչ որ լինելու է, մոտարապես ես հենց եմ հասկանում, այս պատրաստությունը կարող է տևի ամենաշատը 1 շաբաթ։ 1 շաբաթից հետո մենք տեսնելու ենք այս կամ 1 շաբաթա մեջ փլվելու է ամբողջական Իրանը, որը ես չեմ հավատում, կամ վերանալու է Իսրայելը, որ ավելի հավանական է։ Ուրեմն ամենավերջի տեխնիկան իր ամբողջ ուժով ինչքան կա, այդ B2-ներով սկսած մինչև լիցքավորող օդանավեր, ամբողջ զորքը հիմա տեղափոխվում է Իսրայել։ Իսրայելի օդանավակայանները լիքն են ամերիկյան տեխնիկաներով։ 3 ռազմանավ արդեն ավիակիր մոտեցել է այնտեղ այդ սահմանների վրա։ Այլ բանակցություններ չկա, պատրաստում են լիակատար պատերազմի։ Նույնիսկ եմ ասում 1 շաբաթից սկսվելու է։ Իմ ամենաշատն եմ ասում, որովհետև 1 շաբաթը բավական է, որ դրանք կարողանան այդ ամեն ինչը տեղադրել։ Իրանն էլ շատ հանգիստ պատասխանում է։ Ես խնդիր չունեմ, ես պատրաստ եմ։ Իսկ միևնույն ժամանակ Ուկրաինան եւ Ադրբեջանը կտկում են ռազմական մեծ համաձայնագիր, ռազմական համագործակցության եւ էներգետիկ անվտանգության ոլորտում։ Ես որ սա կարդացի, ես մտածի, դե ես գիտեմ ով է Զելենսկին, դա ուկրաինական Նիկոլն է, որ ես միշտ եմ ասել։ Ուղղակի տեսեք ինչ է կատարվում աշխարհում։ Բաժանված է հստակ 2 մասի։ Իսրայել, Ամերիկա, միացել է Ուկրաինա, Ադրբեջան։ Այսինքն այս 4 երկիրը հաստատ մի կողմի վրա են։
Դե ես չեմ ասում օլոմբա կանգնած կիսատ վիճակում գտնվող ընդ արաբական էմիրություններն, Սաուդյան Արաբիան, դրանք վիճակը շատ վատ է։ Դրանց չեմ հաշվում, հա, բայց հստակ իրանց կողքը կանգնած են այս 4-ը։ Այսինքն այս 4-ն են կոալիցիա։ Այս կողմի վրա կանգնած է, այս կողմի վրա Իրան, Չինաստան, Ռուսաստան։ Առնվազն եւ պասիվ համակրողի դերում է, այս հրանց Եվրոպան։ Պասիվ համակրողի դերում։ Հիմա կմտածեք, բա Հայաստանը որտեղ է։ Չզարմանաք, բայց Հայաստանն ստե գոյություն չունի։ Հայաստանը Ադրբեջանի հետ Ուկրաինա, Իսրայել, Ամերիկա ճամբարում է։ Չնայած Փաշինյան Նիկոլը խաբում է եվրոպացիներին, որ մենք ձերդ ենք։ Հիմա ես չգիտեմ, դե հավատալու են, չեն հավատալու, նայելով այս օգնության բանուն կրճատելուն, ես կարծում եմ, որ դեռ ինչ որ եզրակացություններ կա, բայց վերջնական արդյունքը կերևա հունիսի 7-ին եւ դրանից հետո այդ հայտարարությունների հետ կապված։ Հիմա տեսեք Հայաստանը ինչ վատ եւ ինչ վտանգավոր տեղ է իրան դրել։ Ինքը Ադրբեջանի հետ, Ուկրաինայի հետ, Իսրայել, Ամերիկա դաշտում է։ Իսկ Իրանը դա շատ լավ գիտի։ Թուրքիան կողքի վրա, Թուրքիան դա պետք չի ընդհանրապես խառնվի, որովհետեւ մի կողմից ամեն ինչ վաճառում է Իսրայելին, մյուս կողմից չի ուզում Իսրայելի լիակատար հաղթանակը, որովհետեւ հաջորդ կարող է ինքը լինի, հաջորդիվ։ Իսկ ինչու ոչ։ Իրան պետքա թույլ իրան, բայց ոչ թե վերացած իրան։ Սիրիացի ինքը չի ուզում, որ Սիրիան դառնա Իրանը, որովհետեւ հակառակ դեպքում քրդերին ինչ անելու, այդքան փախստականներին ինչ անելու։ Տեղից տնտեսություն համարյա չկա Թուրքիայում։ Մի խոսքով, Թուրքիային դնում եմ կողմի վրա, որտեղ իրավիճակը շատ ավելի ծանր է։ Մենք գտնվում ենք թշնամի ճամբարի թիկունքում։ Իրանի համար թշնամի ճամբարում։ Եվ այս պատերազմի ժամանակ ես վստահ եմ օգտագործվելու է նաև Ադրբեջանի տարածքը հարվածելու համար, որտեղ այս հսկայական ռազմական հերթական արշավը չի կարող լինել հերթական արշավ։ Սա պետք է լինի կամի վրա, որովհետև ամբողջ հանրապետականները բռնել են Թրամփի կոկորդից, որ ինքը դադարեցնի պատերազմը։ Սա իր վերջի շանսն է պատերազմը վերջացնելու։ Ըստ իրա։ Ինքը չի կարող կանգնացնի, որովհետև հակառակ դեպքում իրան ուղղակի impeachment կանեն, Էփստինի ֆայլերով բանով ցմահ գնաց բանտ։ Սա իր փրկության վերջի օղակն է, աշխատելու է այս բանով։ Եթե չհաջողեց, իրան հանելու են հենց հանրապետականները, ոչ թե Իսրայելը։ Պատերազմը մեր դռանն է։ Ու դա միջև ընտրություններն է լինելու։ Ես դա ասում եմ, Երանես հարցը լուծված լինի, միշտ ասել եմ, միջև ընտրություններ, այսինքն Իսրայելի Ամերիկայի պարտությունը, հետևաբար Ադրբեջանի պարտությունը լինի միջև ընտրություններ, որը շատ մեծ կփոխի տարածաշրջանը։ Հսկայական, որովհետև եթե փողեց տարածաշրջանը եւ Իրանը ավելի ակտիվ սկսեց աշխատել Եվրոպայի հետ, Եվրոպային էլ Փաշինյան Նիկոլը ընդհանրապես պետք չի։ Բացարձակապես։ Ասենք տեսնենք։ Ես սպասում եմ այդ օրվանը եփա հազվացելու։ Վստահ եմ շուտ է լինելու։ Green card փնտրողներին ես ուղղակի ասեմ, քանի որ այս ինֆորմացիան կա, ով ուզում են կարտացի seekers փնտրող եմ թարգմանում բառացիորեն։ Մի խոսքով ովքեր ուզում են ստանալ green card-եր, եթե դուք apply եք անելու, ուրեմն մտածեք, որ ըստ Թրամփի հայտարարության, ովքեր այս ընթացքում աջակցել են դեմ են եղել Իսրայելին, իրանք միանգամից մերժվել են։ Կամ ուղղակի ժամանակավոր փակեք ձեր սոցցանցերը, եթե դուք իրոք ակտիվ քննադատողներից եք։ Եթե քննադատողներից չեք, խնդիր չունեք, բայց դե իմացեք, որ sense խնդիր կա։ Վերադառնանք Հայաստան։ Նայենք մեր բալետին։ Շուտալատին դարին հողը, լուրը տարա պորրի կմորը, կեցե հայոց կամավորը գինիլից, հանգել ջան գինիլից, խմողացանուշ անուշ, խմողացանուշ, կեցե դաշնակ կամավորը գինիլից, հանգել ջան գինիլից, լից, խմողացանուշ անուշ, խմողացանուշ, հայրս մայրս ինձ սնեցին, երագույնը պատատեցին,
Ինչ անուշ ձայն, ինչ լավ տրամադրություն։ Սա եմ զինվորը, սա է իմ հայը, իմ հայը, ձեր հայը։ Մնացած բոլոր տեսակները այլասերված հայի տեսակներն են, չեմ ընդունում։ Չեմ ընդունում, ոչ միայն չեմ ընդունում, որտեղ չեմ հավանում, չեմ ընդունում, որտեղ ինձ համար վտանգ են, մեր բոլորի համար իրանք վտանգ են։ Զտայուն հայ իմ բարեկամն է։ Նույնիսկ եթե մենք ազգանուններով տարբեր ենք, բարեկամական ոչ մի կապ չունի, կապ չկա, կապ չունենք իմ բարեկամն է։ Ես ուզում եմ, որ անպայման մի օր այս երեխու ասածը իրականանա, երեք ես անով եմ ավարտել, այսօր եմ ուզում ավարտել։ Պիտի գան այս տղեկը։ Պիտի գան այս տղեկը եւ մեր պարտականությունն է ամեն ինչ անել դրա համար, որ իրանք գան։ Բերենք մենք իրանք։ Ասենք տղեկ, մենք ձեր կարիքը շատ ունենք։ Երիտասարդներին ասենք տղեկ, ձեր իրական կերպարը, ձեր հերոսները, մեր բոլորի հերոսները, այս տղեկն են։ Այս ձենն է, այս երգն է, այս ոչինը։ Նիկոլացիններ, ձեր մասին է։ Այս մասն էլ ձեր մասին էր։ Այս է խելահայնա եմ ընկերը։ Ես եմ ուզում տեսնել։ Այ երբ որ մենք կքաջալերենք մեր միջավայրում հենց այս տեսակը, կունենանք նաև այս տեսակի ակտիվություն։ Հենց մենք սկսենք կասկածել, ունենել ենք Արսեն Թորոսյան, Փաշինյան Նիկոլ, ու այդ կարգի հակամարդ էր, ինչ ասեմ, հակամարդ էր, հակահայեր, ների ծնունդներ։ Այս տրամադրությունով էլ ուզում եմ ավարտել։ Հիշեք, սա մենք ենք։ Հենց կվերադառնանք մեր տեսակին, մենք հաղթել ենք։ Մենք հաղթել ենք արդեն։ Մնացածը հետևանքները լինելու։ Բանալին հենց ստեղը։ Այսօրվա համար այսքանը։ Լավ մնացեք։